Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, ճշմարտության և ստության մասին է։ Շատ կարևոր է ճշմարտությունը իմանալը։ Քանի դեռ չգիտես ճշմարտությունը, դու միշտ խաբված կլինես սատանայի կողմից, որովհետև սատանայի սուտը ինքը երբեք բացահայտ չի, ինքը միշտ ծածկված է այդ սուտը, և այդ սուտը կարելի ասել առաջնաբանը միշտ ճշմարտության նման է, բայց վերջնաբանը սատանան միշտ փոխում է, մի տառ, մի բառ, որպեսզի այդ ճշմարտությունը իր ճշմարտություն լինելուց դադարի։ Եվ ինչու առաջնորդվեցի, որ խոսեմ, օրեր առաջ լսեցի և էլի լսել էի սրա մասին, որ երբ որ Աստված արարեց Եդեմի պարտեզը Ադամին, Ադամի հետ արարեց նաև Լիլիթին։ Եվ այդ Լիլիթը անհնազանդ գտնվելով, կարծեմ թե պատժի արժանացավ և ծաղիկ դարձավ, և հետո Աստված Ադամի կողից Եվային արարեց։ Սրա մասին չի խոսում Աստվածաշունչը, բայց մարդիկ խոսում են, անգամ չեմ էլ հետաքրքրվել, թե որտեղից է այդ ինչ աղբյուրներից է գալիս, քանի որ ինձ հետաքրքիր չի մի բան, որ սատանայի ձեռագիրն է, ինչ աղբյուր էլ որ լինի, այդ աղբյուրը պղտոր է, այդ աղբյուրը պիղծ է և ստության աղբյուր է, քանի որ սատանայից է։ Մեր հայրը, մեր արարիչ Աստվածը, որ մարմին հագավ եկավ մեզ համար, իր ողջ կամքը և ողջ ճշմարտությունը այս գրքի միջոցով փոխանցեց մեզ։ Ոչ մի նոր մարգարեություն կամ ոչ մի նոր խոսք, ոչ մի բան կարևոր չի։ Ինչ որ կարևոր էր, ինչ որ պետք էր, որ մենք իմանայինք, ամեն բան գրված է Աստվածաշունչ մատյանում և բացարձակ ճշմարտություն է։ Եվ ավելացնել և պակասացնել Տերը գրեց, որ ով որ ավելացնի ինչի պիտի արժանանա և ով որ պակասեցնի ինչի պիտի արժանանա։ Այսպես մտածող և այսպես հավատացող մարդիկ, որ մտածում են, որ այո Լիլիթ է եղել, սա նշանակում է, որ այդ մարդը, երբ որ այդ բանը ինքը հավատում է և ուրիշներին էլ պատմում է, այդ մարդը առանց հասկանալու ինքը Աստծու սխալ է հանում, ստախոս է հանում։ Ասել է, թե Աստված արել է մի բան, բայց մեզ փոխանցում է ուրիշ բան։ Ընդ Լիլիթ կա, բայց Լիլիթի մասին մենք տեղյակ չենք, Աստված չի ասել, որ Լիլիթ կա։ Ինչու՞։ Որպեսզի Աստծո հեղինակությունը, իր ճշմարիտ խոսքը ծուռ լինի։ Այսինքն, եթե Աստված այս մի բանը արել է ու չի ասել, սրանից հետևություն, սա անհավատների մտածելակերպն եմ ես ասում, սրանից հետևություն, որ միգուցե էլի ուրիշ բաներ կա, որ Աստված արել է, կամ այսպես չի, այսպես է, և Աստված մեզ դրա հակառակն է սովորեցնում, կամ մեզ հակառակն ասում և ճշմարտությունը մեզանից թաքցնում է։ Որովհետև եթե պատճառ չլիներ, սատանան այդ սուտը չէր տարածի։ Այդ նպատակը ո՞րն էր, որ մի հատ Լիլիթ կա, ի՞նչն էր նպատակը։ Նպատակը Աստծո հեղինակությունը, մաքրամաքուր ճշմարիտ խոսքը ծռելն էր, այսինքն, որ մենք Աստծուն չվստահենք, որովհետև Աստված եթե մի տեղ ճշմարտությունը մեզանից պահեց, ուրեմն ուրիշ տեղ էլ է պահել, և այդ Աստված արժանի չի վստահության։ Սա է սատանայի ստության նպատակը, որպեսզի մենք մեր արարիչ Հայր Աստծո հանդեպ չունենանք այդ վստահությունը։ Բայց մեր Տերը ամեն բան մանրակրկիտ, ամեն այն դետալը, ամեն բան փոխանցել է մեզ։ Մինչև Տեր Հիսուս ինչ որ պիտի լիներ, ամենը մարգարեների միջոցով Տերը փոխանցեց, անգամ Տիրոջ ծնունդը, որ պիտի կույսը հղիանա, որտեղ պիտի ծնվի Հիսուս, և ինչ պիտի լինի, ամեն բան եղավ։ Ցավոք հրեաները չհասկացան այդ բոլոր նշանները, որ ամեն օր իրանց տաճարի մեջ կարդում էին Երեմիայի խոսքերը, Եսայիայի խոսքերը, չընդունեցին Տիրոջը։ Եվ Հիսուս Քրիստոսից հետո, երբ որ գործք առաքելոց սկսվեց, երբ որ ավետարանչությունը տարածվեց և մինչև այսօր տարածվում է, և հայտության գիրք ունենք, ինչ պիտի լինի վերջի օրերի մեջ, որ գիտենք, որ ապրում ենք վերջի օրերի մեջ, որտեղից գիտենք։ Ինչի ենք ասում Տերը գալիս է, որտեղից վերցրեցինք, որ Տերը գալիս է, քանի որ Տերը ասեց, որ գալիս է, քանի որ Տերը նշաններ տվեց, Տերը մեզ առաջնորդեց, Տերը մեզ ամեն նշանները մեզ համար ուղեցույց են, որ մենք հասկանանք, ժամանակացույց է մեզ համար, որ Տիրոջ գալուստը մոտ է և մենք ապրում ենք վերջի օրերում, և Տերը ոչինչ ծածուկ չպահեց։ Եթե մեկը գիտի և մյուսը չգիտի, պատճառը միայն նա է, որ այդ մեկը հետաքրքրված է և ամեն օր կարդում է և ամեն օր փնտրում է ճշմարտությունը և ամեն օր աղոթում է և փափագում է իմանալ այդ ճշմարտությունը և իմանալու նպատակն էլ նա է, որ երբ որ ես գիտեմ ճշմարտությունը, ես ապրեմ այդ ճշմարտությունը։
Երբ որ ես ճանաչում եմ Տեր Հիսուսին, նպատակը Տեր Հիսուսին նմանվելն է, ուղղակի ճանաչելը չի։ Եթե ես գիտեմ, որ Տերը սուրբ է, բայց ես սուրբ չեմ, այդ իմանալը ոչ մի բան է։ Ես ճանաչում եմ Տիրոջը, որպեսզի նմանվեմ իրան, որպեսզի իր գործերը գործեմ այս երկրի վրա։ Եվ սա է ուզում Սատանան իր կեղտոտ, իր ստությունների միջոցով փոխանցել մարդկանց, որպեսզի մարդու մեջ այդ արմատը գցի, այդ անվստահության արմատը գցի, որ Աստված կատարյալ վստահության արժանի է, քանի որ խաչը դա անկասկած ապացույց է Աստծո հավատարմության, սիրո, իր ծրագրերի, իր ամեն էության ապացույցն է խաչը։ Բայց Սատանան փորձում է, որ մեր սրտերի մեջ անվստահություն դնի մեր Արարիչ Աստծո հանդեպ։ Դրա համար, սիրելիներ, ցանկացած պատմություն, դա կլինի առակ, դա ինչ որ լինի, Աստծուն վերաբերյալ, հավիտենական կյանքին վերաբերյալ, արարչագործությանը վերաբերյալ, մեր ամեն կենցաղին վերաբերյալ, ինչ խոսք որ լինի, այս գրքից դուրս Սատանայից է։ Քանի որ ճշմարտությունը միայն այստեղ է։ Աստծո խոսքից դուրս ինչ որ կա, դա Սատանայի ստությունն է։ Մի ընդունեք, մի հավատացեք եւ Աստծո խոսքը ճանաչեք եւ թող այս խոսքը լույս լինի ձեր ճանապարհին, ձեր ոտքերին լույս լինի եւ Սատանայի սուտը հերվից տեսնեք համեմատելով այս խոսքի հետ եւ կարողանաք Սատանային իր ճիշտ տեղը ուղարկեք, որտեղ որ ինքը արժանի է։ Քանի որ Տեր Հիսուս տվել է այս իշխանությունը մեզ, որ ճանաչենք ճշմարտությունը եւ Սատանան կփախչի մեզանից։ Սիրելիներ, կանչեք Հիսուս Քրիստոսին, քանի որ նա ձեր սիրող, արարիչ, հոգատար հայրն է, որ սպասում է ձեզ ամեն օր, ամեն ժամ եւ ամեն վայրկյան։ Եղեք օրհնված։